Պարոն Լոկմագյուզյան, այս փուլում հայ-թուրքական կարգավորման հեռանկարը ինչպես է գնահատում Հայաստանն ասում է ցանկացած պահի կարող է բացել սահմանը, եթե համաձայն է, սահմանի բացմանը թուրքական կողմը պիտի բացի, ինչքանով է հնարավոր այս հեռանկարը, հատկապես որ կարճ ժամանակով սահմանը բացվեց Սիրիա օգնություն տանելու համար։ Դա քաղաքական մի բան էր խաղեր, Թուրքիան էլ խաղաց այդ քաղաքական խաղը եւ դա ոչ մի ազդեցություն չի ունենա ոչ մի բանի վրա, անգամ մենք Թուրքիային էլ օգնեցինք այդ սահմանի կետը բացվեց օգնությունը, բայց տեսակ որ ոչ մի բան չփոխվեց, մազաչափ ոչ մի բան չփոխվեց եւ տեսեք Հայաստանը մոտենում է ողորմություն խնդրելու վիճակով այդ խնդրին եւ ողորմություն խնդրելով ընդհանրապես քաղաքականության մեջ ոչ մի բանի չես ասնի, ճիշտ հակառակը կստացվի եւ ընդհանրապես եւ հատկապես Թուրքիայի հետ կապված ոչ մի բանի չեք ասնի։ Ողորմություն խնդրողին կարող է մի 2 կոպեկ գցեն արջևը, բայց ոչ մի լուրջ օգնություն չտան, իր հետ անգամ չշփվեն, չէ՞, այդպես էլ գա այսօր այդ վիճակում ենք մենք, դրա համար էլ չէ, հայ-թուրք հարաբերություններում ոչ մի բան չփոխվի նման վարվելաձևով։ Ինչն է այս բան խանգարում, հենց միայն Ադրբեջանը, թե էլի ֆակտորներ կան։ Դե առաջին իհարկե նախ Ադրբեջանի ֆակտորը կա եւ Թուրքիան բարձ ասում է դա, ամեն անգամ որ ասենց կրացած մեջկով մենք գնում ենք Թուրքիայի մոտ եւ խնդրում ենք ինչ որ բան, ասում է գնացեք Ադրբեջանի մոտ, Ադրբեջանի հարցերը լուծեք, հետո գաք իմ մոտ, իմ պահանջները կլսեք, ասում է, առաջին հերթին տան, իսկ երկրորդ հերթին, ինչպես որ ասեցի, եւ Թուրքիայի թե Ադրբեջանի համար մի վերջնանպատակ կա, նայել Հայաստանը առանց հայերի, այսինքն հայ ոչ Հայաստան պիտի գոյություն ունենա, ոչ, Հայաստան կարող է գոյություն ունենա, մի փոքր մի 10,000 քառակուսի կիլոմետր Հայաստան եւ այնպիսի վիճակում, որ այլևս ոչ մեկին, ոչ մի դժվարություն, ոչ մի նեղություն չի կարա պատճառի եւ ընդհակառակը հենց այդ Հայաստանը կախված կլինի հարևան պետություններից, հատկապես Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Թուրք լրագրողները եկան Հայաստան, ցեղասպանության հուշահամալիր այցելեցին, Մարգարայի անցակետ այցելեցին, հետո Հայաստանի վարչապետի հետ հարցազրույց ունեցան ու այստեղ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը Հայաստանի թիվ 1 օրակարգը չէ, եթե ձևակերպումը ճիշտ եմ հիշում։ Ինչ է սա նշանակում, արդյոք հետքայլ է այս հարցից, թե ոչ։ Դա նորից այն բանն է, որ ես ասեցի, մուրացկանի մոտեցում, այսինքն դիմացի կողմի համար ամեն ինչ անել, ամեն առավելակույնը ստորանալ անգամ, հրաժարվել իր բադվից, իր իրավունքներից, ամեն ինչից, որ գուցե ինչ որ բան ձեռք բերեն, բայց դրանով կձեռք բերես միայն 2 կոպեկ, ավելին ոչ, միայն խղճահարություն, այն էլ ոչ քո թշնամիների կողմից, այլ օդարների, թշնամիների կողմից կստանաս արհամարհանք։ Ունեք տպավորություն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ինչ-որ անհամաձայնություններ ունեն, թեկուզ հենց հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված չէ, թե չկա նման բան։ Կան իհարկե թեթև ինչ-որ բաներ երևում են, ինչքան խորն է, դա մենք չենք կարող հիմա ասենք, որովհետև տվյալները պակասում են, սակայն այնուամենայնիվ կան ինչ-որ թեթև բաներ, սակայն դա էլ գլոբալ քաղաքականության հետ կապված է, քանի որ աշխարհակարգը փոխվում է, հիմի ճանապարհներն են փոխվում, նպատակներ են փոխվում, այդ նպատակների գնացող ճանապարհները եւ այդ պատճառով կարող է հիմա մի քիչ տարբերվեն իրենց բաները, կողմնորոշումները, սակայն այնուամենայնիվ վերջնական նպատակը նույնն է, Հայաստանը եւ հայ ժողովուրդը պիտի գոյություն չունենա։